Նոյեմբերի 20-ի Սրբազան պայքարի դատական գործով հերթական նիստներ նախագահում էր դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Արա Ռոստոմյանի խափանման միջոց տնային կալանքը դատարանը վերացրեց, նոր խափանման միջոց կիրառելով երկրից բացակայելու արգելքը եւ վարչական հսկողությունը 3 ամիս ժամկետով։ Արմեն Ալեքսանյանի նկատմամբ սահմանվեց եռամսյա տնային կալանք, համակցված բացակայելու արգելքով։ Արսեն Ղազարյանի խափանման միջոց կալանքը դատարանը փոխարինեց վարչական հսկողությամբ եւ բացակայելու արգելքով, դարձյալ 3 ամիս ժամկետով։ Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառվեց երկամսյա տնային կալանք, համակցված բացակայելու արգելքով եւ 2 միլիոն դրամ գրավով։ Միրհան Մաղսուդյանի տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ 3 ամիս ժամկետով, իսկ նախկինում նրա նկատմամբ կիրառված 5 միլիոն դրամի չափով գրավը եւ բացակայելու արգելքը մնացին անփոփոխ։ Դավիթ Գալստյանի տնային կալանքը եռամսյա ժամկետով փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Նախկինում կիրառված 5 միլիոն դրամի չափով գրավը եւ բացակայելու արգելքը մնացին անփոփոխ։ Պաշտպանը հիշեցրեց, որ Դավիթ Գալստյանը Արցախից բռնի տեղահանվածներից է, սակայն դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց, որ դատարանի մոտեցումը բոլորի նկատմամբ նույնն է, անկախ սեռից, բնակության վայրից կամ ազգությունից։ Կարո Օկումուշյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց եռամսյա տնային կալանքով, համակցված բացակայելու արգելքով եւ 1 միլիոն 500 հազար դրամի չափով գրավով։ Նոր խափանման միջոցները այս անձինք կկրեն նոյեմբերի 26-ից սկսած, սահմանված նախորդ խափանման միջոցների ժամկետները լրանալուց հետո։ Իսկ Մովսես Շարբաթյանի եւ Լիդիա Մանթաշյանի խափանման միջոց կալանքի ժամկետները հանրային մեղադրողների միջնորդությամբ դատարանը բավարարեց, դրանք երկարաձգելով եւս 3 ամսով։ Հատկապես Լիդիա Մանթաշյանի կալանքի երկարաձգման դատարանի որոշմանը թե ամբողջ պաշտպանական կողմը եւ թե դահլիճումներկաները ընդվզումով արձագանքեցին։ Լիդիա Մանթաշյանը Սրբազան պայքարի 18 աջակիցներից միակ կինն է։ Խտրականություն կիրառվեց, իրան ոչ միայն կալանքը պահպանվեց, այսինքն ըստ էության կալանքի տակ շարունակում են մնալ, եթե չեմ սխալվում, միայն Բագրատ Սրբազանը, Մովսես Շարբաթյանը եւ Լիդիա Մանթաշյանը, կարող է մի հոգի էլ չհիշեմ, բայց այստեղ ամենաառանցքային դերակատարը Բագրատ Սրբազանի տեսակցությունները բաց են, Լիդիա Մանթաշյանի տեսակցությունները փակ են։ Եվ դա ինչով է հիմնավորվում։ Չհիմնավորվեց, դուք ինքներդ լսեցիք, ասեցին, պահեք, ասում են, այո, պահեք, ինչ պատճառաբարություն, որևէ տառ, որևէ բառ հիմնավորում ներկայացված չէ։ Նիստի օրը Սրբազան պայքարի աջակիցները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիմաց ակցիա իրականացրին։ Ազատություն արդարներին վանկարկելով գլխավոր դատախազությունից քայլեցին մինչև դատարան։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։